2025 թվականը ամփոփում ենք մի ճանապարհահատվածի վրա, որի շինարարության ավարտին վստահաբար անհամբեր սպասում էինք բոլորս։ Հյուսիս-հարավ մեծ, լայնամասշտաբ ծրագրի հյուսիսային հատվածում Աշտարակից մինչև Գյումրի երթևեկությունը բաց է բոլորիս համար։ Սա մի նոր իրականություն է, որը փոխում է ոչ միայն քարտեզ, այլև մարդկանց առօրյա։ Տարիներ շարունակ երկար ու հոգնեցուցիչ ճանապարհն այսօր դարձել է արագ, հարմարավետ, անվտանգ։ Սա իսկապես իսկական ամանորյա նվեր է հատկապես գյումրեցիների ու Երևանից հյուսիս հաճախ ճամփորդողների համար։ Ճանապարհային դեպարտամենտը պարբերաբար քաղաքացիներից, տարբեր կազմակերպություններից հարցումներ է ստանում Աշտարակ-Գյումրի հատվածի ճանապարհահատվածի բացման հետ կապված։ Հիմա ուրախությամբ կարող ենք փաստել, որ երթևեկը դեպի Գյումրի միջազգային օդանավակայան, դեպի Հայաստանի երկրորդ քաղաք ու դեպի սահման երթևեկության կազմակերպման տեսանկյունից շատ ավելի անվտանգ ու շատ ավելի արագ ժամանակի առումով։ Այս տարվա ընթացքում շինարարները գործն ավարտեցին ու շին տեխնիկան դուրս բերեցին 120 կիլոմետրի 3 ճանապարհահատվածներից։ 2025-ի մարտին երթևեկության համար բացվեց Լանջիկից դեպի Գյումրի 23 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Հոկտեմբերին Ագարակի պատմահնագիտական հատվածը շրջանցող 8 կիլոմետրանոցը։ Շինարարությունն ավարտված է նաև Երևանից Գյումրի վերջին Ուջանից Թալին 34 կիլոմետր ճանապարհահատվածում։ Բացի երկու երթևեկելի գոտուց նաև նախատեսված է տեխնիկական գոտի, որը հավելյալ նաև ճանապարհին անվտանգություն է ապահովում։ Ճանապարհահատվածի վրա ոչ միտեղ չկան շրջադարձեր, ամբողջ ճանապարհի երթևեկության կազմակերպումը իրականացվում է հանգույցների միջոցով, որոնք նաև հանդիսանում են մուտքեր դեպի համայնքներ։ Նույնիսկ սահմանված թույլատրելի արագությունը պահպանելով Հայաստանի կենտրոնից մինչև երկրորդ քաղաք հնարավոր է հասնել 1 ժամ ու 10-15 րոպեում։ Սա ճանապարհ է, որը խնայում է ժամանակ, նյարդեր, էներգիա։ Հանգույցները կահավորված են լուսավորության համակարգով, բոլոր տեղամասերում կտեղադրվեն նաև լուսավորության սյուները, լուսատուները, սակայն միացումները հետ սնուցման կայաններին արդեն կիրականացվեն 2026 թվականի առաջին եռամսյակում։ Հյուսիս-հարավ նախագիծը ոչ միայն ուղիղ ճանապարհ է Ա-ից Բ այս դեպքում Երևանից Գյումրի, այլև ամբողջական ենթակառուցվածք ճանապարհի ամբողջ երկայնքով գտնվող բնակավայրերի համար։ Ծրագրի ընթացքում բարեկարգվել են նաև դաշտամիջյան ու գյուղամիջյան ճանապարհներ, ապահովելով մարդկանց համար հասանելիություն սեփական հողամասեր։ Դաշտային մոտեցնող ճանապարհների մի մասի կառուցումը նախատեսված էր նախագծով, մի զգալի մասն էլ սակայն մանրամասն վերլուծության եւ տեխնիկական հետազոտությունների արդյունքում է ներառվել ծրագրում։ Դաշտամիջյան կառուցված ճանապարհները հիմնականում գրունտային են, Կոշ համայնքի 2-3 կիլոմետր հատվածում բարեկարգումը ասֆալտապատմամբ է։ Երբ ասում ենք միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհ, շատերի մոտ գուցե հարց առաջանա, լավ, ինչն է ճանապարհը դարձնում այդպիսին, դե արդեն նշվեց, որ ճանապարհի ամբողջ երկայնքով չկան շրջադարձեր, եւ բացի այդ բնակավայրերից դեպի գյուղական նշանակության տարածքներ, արոտավայրեր հասնելու համար կառուցվել են հատուկ անասնանցումներ, գյուղտեխնիկայի ուղիներ, ճանապարհով երթևեկելիս դրանք չեք նկատի, բայց դրանք կան, գոյություն ունեն ու բարձրացնում են ճանապարհի անվտանգության մակարդակը։ Սա արդեն հյուսիս-հարավի հարավն է, Քաջարան-Ագարակը, մոտ 1.5 տարի այստեղ ակտիվ շինաշխատանքներ են։ 2025-ը շինարարության համար ամենաբարդ ու ամենապատասխանատու շրջանն էր, երբ աշխատանքների ծավալը շատ էր, փուլային գործերը ժամանակատար, հանույթ, բետոնացում։ Նախատեսված 15 կամուրջներից 13 կամուրջների վրա արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ բետոնացման, սկսել են հեծանների արտադրման գործընթացները, ձմեռը շինարարը կանխատեսում է հեծանները տեղադրել, այսինքն 26 թվականին որոշ կամուրջներով մենք հնարավորություն կունենանք արդեն անցնելու։ Այս հատվածում նախատեսված երկու թունելներից մեկը 390 մետրանոցն ամբողջությամբ հորատված է, սկսել են թունելի բետոնացման աշխատանքները։ Երկրորդ մոտ 520 մետրանոց թունելի հորատման աշխատանքները շարունակվում են։ Մինչև գարուն լույս կերևա նաև այդտեղ։ Ընդհանուր Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի երկու թունելները ըստ էության ճանապարհը չեն կրճատի, բայց սպասվող 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածը բերելու է լրացուցիչ էֆեկտներ։
Շրջանցում ենք բոլոր բնակավայրերը, դրանով բարձրացնում ենք ճանապարհային անվտանգության մակարդակը, B. Եղած ճանապարհը ոլորալներով եւ այլն միջին արագությունը 50 կմ/ժ դառնալ է 80 կմ/ժ։ Գոյություն ունեցող ճանապարհի երկու երթևեկելի գոտու փոխարեն կունենանք 3-ը, ամենամեծ թեքությունը կլինի ընդամենը 6%։ Այսօրվա ճանապարհի վրա կան հատվածներ, որտեղ թեքությունն ընդհուպ 10%-անոց է։ Ըստ էության ունենալու ենք հարթ, գրեթե առանց ոլորանների ճանապարհ։ Նախատեսված ընդհանուր հողային աշխատանքների կեսից ավելին արված է։ Ընդհանուր 4.8 միլիոն խորհրդ մետր հողային աշխատանքներից 3.3 միլիոն արդեն կատարված է, որից 1.8 միլիոն կատարվել է այս տարի։ 2025-ի ընթացքում շինարարին աշխատանքների համար վճարվել է $50 միլիոն։ Կատարողականով իհարկե գործն ավելին է մոտ $70 միլիոն։ Տարբերությունն այսպես ասած երաշխիքային պահումներն են, սահմանվածի 10%-ի տրված ավանսի, ընդհանուր այս հատվածում շինարարության բյուջեն $214 միլիոն է։ 27 թվականին ավարտելու ենք ու հանձնենք արդեն շահագործմանը։ Հարավային հատվածում 32 կիլոմետրի շարունակությունը Քաջարանի թունելն է, նախատեսված երկարությունը 7.2 կիլոմետր։ Մրցութային գործընթացներն ամբողջացնելուց հետո նախատեսված է մեկնարկել շինարարությունը 2026-ին, թե ամեն ինչ ըստ պլանի գնա, ֆորս մաժորներ չլինեն, ավարտը 2032-ին է։ Սիսիան-Քաջարան մոտ 60 կիլոմետրանոց ճանապարհահատվածում է ներառված նաև Հայաստանի Հանրապետության սպասվող ամենաերկար թունելը՝ Բարգուշատինը, 8.6 կիլոմետր։ Այս ճանապարհի շինարարությունը բաժանված է 3 ենթահատվածների՝ լոտերի։ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը ամբողջությամբ նոր կառուցվող ճանապարհահատված է, որը որ մեր երկրի համար ունենալու է կարևորագույն ռազմավարական նշանակություն։ Դեպի Սյունիքի մարզ, դեպի Իրանի հետ սահման երթևեկելիս բավականին շատ ժամանակ կարողանանք տնտեսել, ինչպես նաև կբարձրանա այդ ճանապարհով երթևեկության անվտանգության մակարդակը։ 2025-ը ճանապարհաշինության համար դարձավ շրջադարձային տարի։ Հյուսիսում արդեն բաց ճանապարհներ, հարավում մեծ ու ակտիվ շինարարություն, հյուսիս-հարավն այլևս միայն թղթի վրա գրված ծրագիր չէ, այն գործող ճանապարհ է ու մեծ ներդրում այսօրվա ապագայի համար։